Հիսուսին, եկեք ողջ փառքը տանք մեր Տիրոջը։ Աստված հրաշքներ անող Աստված է։ Գիտես կապ չունի այդ խոսքը ով կասի, Հովը կասի, Պողոսը կասի, Պետրոսը կասի, խոսքը երբ որ Տիրոջից դուրս եկավ, այդ խոսքը բռնի սիրելիս։ Այդ խոսքը իր գործն անում է, խոսքը ունի զորություն, Աստված խոսքով արարեց երկինքն ու երկիրը։ Երբ որ մենք հաճախ խոսքի առաջ տկարանում ենք, խոսքի առաջ թուլանում ենք, չենք պահում, արի Աստծուն չմեղադրենք։ Հա, Աստված երբ որ խոսում է ու երբ որ մենք բռնում ենք այդ խոսքը հավատարմորեն, Աստված իր խոսքի մեջ հավատարիմ է։ Փառք մեր Աստծուն։ Ամեն սիրելիս։ Իհարկե ես ուզում եմ շարունակեմ սերներ, այսօր մենք խոսելու ենք բժշկության մասին նորից։ Դու գիտես մի քանի կիրակի Աստված սրտումս դրել էր, ես խոսում եմ բժշկությունների մասին, Տիրոջ շարժի մասին, ու մեր շեշտադրումը նրանում էր, որ մենք խոսելու ենք գերբնական բժշկության մասին։ Խոսելու ենք այն արտասովորի մասին, որ ոչ թե սովորական պարզապես դեղամիջոցի կամ բժիշկների միջամտությամբ բժշկության մասին խոսենք, որ մենք իհարկե դրան դեմ չենք, մենք դրան կողմ ենք ու Աստված շարժվում է նույնպես բժիշկների միջոցով, Աստված նույնպես տվել է խելք ու իմաստություն դեղ սարքողներին, դեղագործներին, որոնք դեղ են պատրաստում եւ մարդիկ օգտագործում են եւ բժշկված են լինում, առողջ են լինում։ Բայց մենք այսօր դրա մասին չենք խոսելու, այս մեր մի քանի հավաքույթները բժշկության հետ կապված դրա մասին չի։ Մենք նորից խոսելու ենք գերբնականի մասին։ Ու գիտես ինչքան ես շփվում եմ ու խոսում եմ ու ծառայում ենք այս գերբնական խոսքի շուրջ, այնքան տեսնում եմ մի բան, որ սատանան շատ նրբորեն, շատ հետևողական ձևով մարդկանց, քրիստոնյաներին, հավատացողներին ուզում է իջացնի գերբնականի մակարդակին սովորական տրամաբանական մակարդակի մեջ։ Որ չի կարա գերբնական լինի, չի կարա արտասովոր լինի, չի կարա զարմանալ լինի, դե ով կարա այդ մարդու սիրտը փոխի, դե ոնց կարա այդ մարդը այդ փողը տա, դե ոնց կարա այդ մարդը այդ ստորագրի, դե ոնց կարա քաղցկեղը բժշկվի, դե ոնց կարա դևը այս մարդուց դուրս գա, ուզում է այդ գերբնականի մակարդակից իջացնի ու սարքի սովորական տրամաբանական։ Ես ասեմ ցավալի իհարկե, բայց անգամ կան եկեղեցիներ, որոնք էլ դևերի մասին չեն խոսում։ Հոգևոր աշխարհի գերբնականի մասին չեն խոսում, ուր մնաց մի հատ էլ ունենան ինչ-որ գերբնական դրսևորումներ ու հրաշքներ, իրես ամեն ինչ դարել է տրամաբանական, ամեն ինչ դարել է սովորական, բայց մենք խոսելու ենք սերներ գերբնականի մասին, բաներ, որոնք արտասովոր ձևով կատարվում են, բաներ, որտեղ գրված չի, բաներ, որտեղ հասկանալու չի, մարդկային մտածելակերպից վեր է, բայց դա կատարվում է Հիսուսի փառահեղ անունով։ Ու գիտես, քանի դեռ մենք Աստծուն սահմանափակում ենք մեր ուղեղի ու մեր մտածելակերպի սահմանների մեջ, այդտեղ չէր շարժվելու Աստծո զորությունը։ Բայց երբ որ մենք ասում ենք, Տեր, ես հանձնվում եմ, տեսեք ինչ հրաշալի է, Գայնքուրն ասում է, Տեր, ես չգիտեմ որտեղից, բայց դու կարաս։ Դա իմ ուղեղից վեր է, ես չեմ պատկերացնում, մեր համար սա է 20 տարի շարունակ տալ ու այն էլ դժվարությամբ տալ։ Բայց ես գիտեմ, որ դու կարաս ու վերջ։ Սա է սիրելիս հավատալ գերբնականին, սա է հավատալ գերբնականին, որ Տեր, բժիշկները չունեն դեղամիջոց, բժշկությունը չունի ելք այս հարցի շուրջ, մենք սիրում ենք, մենք հարգում ենք, մենք պատվում ենք բժիշկներին, բայց բժիշկները չունեն լուծում, ես չգիտեմ ոնց, բայց դու կարաս։ Մեզ պետք է մեր ներսում սա արթնանա սիրելիս։ Այսօրվա ուղերձից վերնագիրն այսպես է՝ դևեր եւ հիվանդություններ։ Մենք խոսելու ենք այն հիվանդությունների մասին, որոնց ետևում կանգնած են դևեր։ Ու ես նորից կասեմ, շատ հաճախ շատ մարդիկ, անգամ ծառայողներ չեն ուզում այս խոսքը լսեն, չեն ընդունում այս խոսքը, դե լավ ինչ եք խոնացել, դե լավ ինչ դևեր։ Գիտես, բայց ես քեզ կասեմ սիրելիս, եթե մենք հավատում ենք մեր Տիրոջը եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրինակին ենք հետևում, Տեր Հիսուս Քրիստոսը շատ, թերթեք ավետարանը, շատ անգամներ էր խոսում դևերից, ազատագրումներից, բժշկություններից, դև քշելուց ու իր ծառայության պրակտիկայում լիքնա դևերի ազատագրումով։ Եթե մենք ուզում ենք ավետարանը, առողջ ավետարանը քարոզել, մենք չենք կարող դևերի ու ազատագրման մասին չխոսել։ Բա որ մարդիկ գայթակղվեն, բա որ նեղանան, բա որ ազդվեն, սրանից խոսքն է ասում, արի խոսքին նայենք։ Եթե հավատում ենք, որ Աստվածաշունչը սուրբ գիրքն է, եթե հավատում ենք, որ Աստվածաշունչը ճշմարտությունն է, ապա մենք պարտավոր ենք Աստվածաշունչի ճշմարտության առաջ խոնարհվել։ Ոչ թե Աստվածաշունչը փոխել մեզ հարմար, այլ մենք փոխվենք Աստվածաշնչին հարմար։
Եթե Աստվածաշունչը խոսում է, ուրեմն մենք պիտի խոսենք սրելիս։ Գիտես դա ինչի նման է, որ մտնենք հիվանդանոց ու ասենք, «Վայ, այստեղ հիվանդները շատ են, արի բժշկությունից չխոսենք»։ Չէ, սիրելիս, ընդհակառակը, եթե տեսնում ենք, մարդիկ տանջվում են դևերից, չարչարվում են, հիվանդություններ, որոնք մարդկանց կրծում է, մենք լռենք ու ձեն չանենք ու վայ, բա որ նեղանա։ Գրես այստեղ ուզում ես ասես, ինձ չի հետաքրքրում կնեղանա թե չէ, ինձ հետաքրքրում է որ քույրս կամ եղբայրս առողջ լինի։ Ես ուզում եմ որ ինքը բժշկված լինի։ Ամենակարևորը առաջին հիմնավորումը անեմ սիրելիս։ Մենք չենք քարոզում, սա կխնդրեմ ուշադիր։ Մենք չենք քարոզում, որ բոլոր հիվանդությունների ետևում դևեր են կանգնած։ Թող սա անօրենը չհասցնի ծայրահեղության։ Դե վա գիտես, այնտեղ քարոզում են ասում, եթե հիվանդ ես, փռշտացի ուրեմն դև է։ Չէ։ Արի ծայրահեղության չհասցնենք, արի սուտ բաներ չհորինենք։ Մենք չենք քարոզում, որ բոլոր հիվանդությունների ետևում դևեր են կանգնած, բայց հիմնականում կխնդրեմ ուշադիր։ Բոլոր կործանարար, մահացու, անվերջ և անդադար տանջող հիվանդությունների ետևում կանգնած են դևեր։ Նորից եմ ուզում կրկնեմ, բայց հիմնականում բոլոր կործանարար, մահացու, անվերջ և անդադար տանջող հիվանդությունների ետևում կանգնած են դևեր։ Եվ ես կկարդամ Աստվածաշնչից տեղեր, որտեղ ցույց կտամ Տեր Հիսուս Քրիստոսի ծառայության մեջ դևը քշում է, մարդը բժշկվում է։ Դևը քշում է, մարդը բժշկվում է։ Ղուկաս ավետարան 4:18-19 մեր Տիրոջ խոսքը կասի. Տիրոջ հոգին ինձ վրա է, որի համար էլ օծեց ինձ։ Նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու եւ կույրերին տեսողություն, խոցվածներին արձակելու ազատելով, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու։ Տերը եկավ, Տերը բացեց Եսայա մարգարեությունը եւ իր ծառայության, այսպես ասած, սկիզբը տվեց, ստարտը տվեց քարոզելով. Եկել եմ ձեր կարիքների պատասխանը բերեմ։ Եկել եմ ձեր կարիքների պատասխանը բերեմ։ Հիսուսի ծառայության մեջ մենք տեսնում ենք Մատթեոս ավետարան 9:32 խոսք. Եվ երբ որ նրանք դուրս էին գնում, ահա մի համր դիվահար մարդ բերին նրա մոտ։ Համր դիվահար։ Համր էր։ Եվ երբ որ դևը դուրս հանվեցավ, համրը խոսեց։ Տեսնում եք սիրելիներ։ Դևը դուրս եկավ, համրը խոսեց, եւ ժողովուրդները զարմանում էին եւ ասում էին, թե երբեք Իսրայելի մեջ այսպիսի բան չերևաց։ Հիմա կարող ես ասել, հիմա բոլոր համրության ետևում դևեր են կանգնած, իհարկե ոչ։ Բայց միևնույն ժամանակ չպետք է աչք փակենք, որ այո կան տեղեր, որոնց ետևում դև է կանգնած, դա համար սա էլ պետք է աղոթքով, հոգու առաջնորդությունով հասկանալ։ Ոչ թե միայն գիտես, չէ, չի խոսում կամ համրա տանենք այս դեղը տանք, տանենք լոգոպեդի մոտ կամ տանենք էսի կամ տանենք էնի, այլ Տեր իմ Աստված, մի հատ դու ցույց տուր։ Միգուցե պետք է ծոմ ու աղոթք։ Միգուցե պետք է ազատագրում։ Ոչ թե այդքան դեղերով ու այդքան սրսկելով ու այդքան անբաներով, այլ պարզապես պետք է ազատագրման աղոթք։ Գիտես, այսօր շատ մեծ հարց է բարձրանում, քրիստոնյան կարա դիվահար լինի, թե չէ։ Ես ուզում եմ քեզ ասեմ, կարա քրիստոնյան համր լինի, թե չէ։ Կարա, չէ։ Ես հեսա կկարդամ հիվանդություններ։ Սերիս, քաղցկեղի ետևում դև է կանգնած։ Քաղցկեղի հիվանդության ետևում դև է կանգնած։ Էպիլեպսիայի հիվանդության ետևում հիմնականում դև է կանգնած։ Եվ եթե կարա քրիստոնյան ունենա էպիլեպսիա հիվանդություն կամ քրիստոնյան ունենա քաղցկեղ հիվանդություն, դրա ետևում դև է կանգնած։ Բայց ո՞նց է լինում։ Ու ո՞նց է լինում, մեր Հովգոր Մեխակյանը կասի, ո՞նց է լինում, երբ որ մարդը հիվանդությունով գալիս է, դևը քշում ես, բուժվում է։ Ո՞նց է լինում, գալիս է անբուժելի հիվանդությունով,
գեպատիտներով, քաղցկեղով կամ ուրիշ հիվանդություններով գալիս է ազատագրման ծառայությանը, ձեռը դնում ես, դեղը քշում ես, մարդը բուժված գալիս է, անալիզները մաքրվում են, բայց ոնց է դա լինում։ Միայն վերցնենք ու չէ, քրիստոնյան չի կարա դիվահար լինի, լսի այնքան հարցեր կա, որի պատասխանը չես կարա տաս, եթե դու տենց ես ասում։ Բայց ոնց է լինում, որ քրիստոնյան Սուրբ Հոգով մկրտված, լեզուներով աղոթող, բռնված է լինում մեղքի մեջ ու չի կարողանում ազատագրվի, ու ինքը սրտանց խոստովանում է, Հիսուսին սիրում եմ, Հիսուսին պաշտում եմ, հոգով աղոթում եմ, բայց այս մեղքից չեմ կարող ազատվել։ Չէ, ինքը դիվահարված չի։ Իսկ միգուցե ազատագրում է պետք, իսկ միգուցե խոստովանել է պետք եւ ազատագրման աղոթք է պետք, որ ազատվի, այդ մարդը մենակով էլ չի կարող հաղթի։ Մատթեոս 12:22 այն ժամանակ մի կույր եւ համր դիվահար բերվեցավ, սերից կարա քրիստոնյան կույր լինի։ Գիտեք, ես աղոթել եմ կույր քրիստոնյայի համար, որ Հիսուսին ոնց է սիրում։ Հիսուսին ոնց է սիրում, բայց կույրը։ Դες ինչ ասում Աստծո խոսքը։ Այն ժամանակ մի կույր եւ համր դիվահար բերվեցավ նրա մոտ, եւ նա նրան բժշկեց, այնպես որ կույրը եւ համրը խոսեցին եւ տեսավ են։ Դևը դուրս է գալիս, կույրը տեսնում է։ Մատթեոս 17:14 Եվ երբ որ նրանք ժողովրդի մոտ եկան, մի մարդ մոտեցավ նրան եւ առաջը ծունը դնելով ասում էր. Տեր իմ, որդին ողորմիր, որ լուսնոտում է եւ չարաչար տանջվում է, որովհետեւ շատ անգամ կրակն են գնում եւ շատ անգամ ջուրը, եւ ես նրան քո աշակերտների մոտ բերի եւ չկարողացան նրան բժշկել։ Տեսեք, տղան հիվանդ է, լուսնոտում է, տանջվում է, չարչարվում է։ Ասում բերեցի աշակերտներին մոտ չեն կարող բժշկել։ Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. ով անհավատազգ խոտորյալ ազգ, մինչեւ երբ պիտի ձեզ հետ լինեմ, մինչեւ երբ պիտի ձեզ համբերեմ, նրան ինձ մոտ բերեք։ Եվ Հիսուսը նրան սաստեց։ Ում սաստեց։ Եվ դևը նրանից դուրս եկավ եւ տղան նույն ժամին բժշկվեցավ։ Դևին սաստում է, դևին դուրս է շպրտում եւ տղան նույն ժամին բժշկվում է։ Սերից միգուցե խոստովանենք, միգուցե ընդունենք, որ այո Տեր, կան հիվանդություններ, կան տանջանքներ, կան անվերջ ցավեր, որոնք դիվային են, ոչ թե այսօր պաշտպանվեմ, ու գիտես դու չես պաշտպանվում, դու դևին ես պաշտպանում, ներողություն, որ այսպես եմ ասում։ Պետք չի դևին պաշտպանել, պետք չի դիվային հիվանդությանը պաշտպանել, քրես ավելի լավ ասես ես ուզում եմ ազատվել, ինչա պետք անեմ։ Ծոմ եմ պահում, աղոթք եմ անում, գալիս եմ, պետքա, ես ուզում եմ ազատվեմ, վերջ, հերիք եղավ, որ եղավ։ Ես չեմ թողելու, որ անօրենը փառավորվի, ես անելու եմ, որ Տերս փառավորվի։ Դու ինձ հետ ես։ Ղուկաս 13-ն ինչ ասում, ահա մի կին կար, որ հիվանդության ոգի ուներ։ Չելիս էլ Աստվածաշունչը քանի ձև ասի, որ քրիստոնյան կարա դև ունենա։ Ու ես շատ կարևոր մի բան ասեմ, որը ամսի 21-ին էլ կասեմ, երբ որ մենք խոսում ենք քրիստոնյայի դիվահարության մասին, մենք չենք խոսում հոգու դիվահարության մասին։ Մարդը հոգի, շունչ, մարմին է։ Երբ որ մարդը Հիսուսին Տեր է ընդունում, մարդու հոգում Սուրբ Հոգին է բնակվում եւ այդտեղ չի դիվահարվում ինքը։ Ինքը կարա դիվահարվի իր շնչի մեջ, ինքը կարա դիվահարվի իր մարմնի մեջ։ Դևից հարվածվի, դևի կոնտրոլի տակ լինի, դևի հսկողության տակ լինի, դևի ազդեցության տակ լինի։ Հոգին Հիսուսինն է, հոգին հավատացել է, հոգին ընդունել է, այնտեղ Սուրբ Հոգին է բնակվում, դևը այնտեղ չի մտնում, բայց շունչը, միտքը, սերներ, ես քիչ հետո կկարդամ, ես ինքս ճանաչում եմ Հայաստանում այդ մարդուն, վախի, ստրեսի տակ, տագնապի տակ տանջվում է։ Գիտեք ինչ կարգի որ ճշգրիտ բացած ճշգրիտ սկորե ու ցնցվում է ինքը մերա ինֆակտա մերա լուրջ եմ ասում չեմ չափազանցնում վախը այն տեսակա բռնում իրան ցնցումների տակ է անգնում հիմա կասենք սա դիվա ինչի այդ մարդուն պետքա ձեռնադրությունով ծոնով աղոթքով ազատագրել սկորեն գալիս է ասում մարդ բան չկա հանգստացի նորմալ է
Ես մի օր հետո նորից նույն բանը, երկու օր հետո նորից նույն բանը, ու տան անդամները ասում են, ինչ անենք։ Պրիստոպը բռնում է, տակից չի կարող հենի, ցնցվում այդ վախից։ Ահա մի կին կար, որ հիվանդության ոգի ուներ, 18 տարուց ի վեր, եւ կծկված է եւ ամենևին չէր կարողանում ուղիղ կանգնել։ Եվ Հիսուսը նրան տեսնելով, իրան մոտ կանչեց եւ ասեց նրան. «Ով կին, արձակված ես քո հիվանդությունից», եւ ձեռքը դրավ նրա վրա, եւ նա շուտով ուղղվեցավ եւ փառավորում էր Աստծուն։ Այստեղ ուզում եմ մի կարճ հայտնություն քեզ տամ։ Սերներ, կան հիվանդություններ, կան ազատագրումներ, այսպես ասեմ, կա Աստծո հրաշքի դրսևորումներ, որ կարող է հենց հիմա այստեղ նստած դահլիճում խոսքի միջոցով ազատվես ու մաքրվես։ Բայց կա տեղեր, որտեղ պետք է որ անպայման ձեռնադրվի։ Տեսնում ես այստեղ այս տարբերակը ասել, ով կին ազատված ես քո հիվանդությունից, բայց հետո շարունակում է եւ ձեռք դրեց վրան, այսինքն այս տարբերակում ձեռնադրությունը պարտադիր էր։ Սերից բժշկության դրսևորումները տարբեր է։ Մենք չենք կարող ասել, չէ, ով ջան, դու մենք կգանք, բայց դու մենակ խոսք ասա։ Այլ որտեղ Հիսուսը մենակ մի անգամ խոսք ասեց ու բժշկվեց։ Ես գիտեմ այդ տեղը, բայց նույնպես մենք պետք է տեսնենք սերներ, այո, տեղեր կա, մենակ խոսքն է ասում ու դա գործում է, տեղեր էլ կա, խոսքից հետո էլ ասում ձեռքը դրեց։ Նույնպես գոյություն ունի ձեռնադրության պարգև, որ Աստված խոսում, Աստված գործում է այդ միջոցով։ Հակոբոսը հենց այնպես չի ասում, հիվանդին յուղով օծեք, ինչ յուղի մասն եք խոսում, ես իմ այդ թվերն կամ այս թվերն Հակոբոսն ենք կարդում։ Մարկոս ավետարանն են կարդում, աշակերտները գնացին, հիվանդներին յուղով օծեցին։ Ինչ յուղով օծելու մասին եք խոսում։ Աստվածաշունչն ենք խոսում։ Հիվանդին յուղով կոծեք, եւ նա կարողանա, մեղք էլ գործած լինի, կմաքրվի։ Երեկո ցավալի է։ Նորից կասեմ, ցավալի է, իրականում սրտի ցավով եմ ասում, անգամ կան եկեղեցիներ, որ յուղիոծությունը չեն ընդունում։ Ինչ յուղիոծություն։ Ձեր եկեղեցում յուղով օծում եք, այո։ Ոչ միայն հովիվ, այլ դուք եք։ Քրիստոնյաները յուղով օծում են։ Մենակ հովիվները կարան, ոչ։ Աշակերտները, Հիսուսին հավատացող ժողովուրդը, հալելույա մեր Տիրոջը։ Բելը մի հատ հովգորի վկայությունները լսեք, թե ոնց է մարդը պարզապես հեռուստացույցից են կողմ, YouTube-ից են կողմ, օծման յուղը գործի դրեք ու աշխատեք, ինչքան հրաշքներ, հովգորը երևի մի 100 տետր կհավաքի, չգիտեմ, որ մեկ խոսում ենք, ասում այնքան վկայություններ կա, էլ Հիսուս, որ մարդը պարզապես քարոզը լսել է, օծման յուղը գործի դրել, երեխեն բժշկվել, չգիտեմ, այն եղել, ազատագրվել, այն մաքրվել, այնքան վկայություններ, չէ, ինչ յուղոծության մասին եք խոսում։ Գիտեք, սա ինչի համար եմ ասում սերներ, մեր ներսում նախանձավորություն բարձրացնա, սատանան ոնց է խորամանկաբար ուզում կտրի ու հանի։ Դե մենք ժամանակակից ժամանակներում ենք, գիտես, մենք ինտելիգենտ ենք, ինչ դևերի մասին եք խոսում, նորմալ, մեր ժամանակներին համապատասխան խոսք խոսեք, իսկույստվին ինտելեկտից, բարձր մակարդակներից։ Հովիվ Արտուրին տարիներ առաջ էր, մեկ եկել էր, ասել էր, կլինի մի հատ էլ հավաքույթ անցկացնեք բարձր խավի համար, ինտելիգենտ մասսայի համար։ Հովիվ Արտուրն ասել էր, եկեղեցին քույր եղբայրների տեղը, ոչ թե ինտելիգենտ ու չինտելիգենտ մասսայի տեղ։ Եթե դու փնտրում ես ինտելիգենտ մասսա, սխալ տեղ ես եկել։ Եկեղեցին քույր եղբայրների տեղը։ Մատթեոս 4 գլուխ 23-րդ խոսք եւ Հիսուսը ման էր գալիս բոլոր Գալիլեայում սովորեցնելով նրանց ժողովարաններում եւ քարոզելով արքայության ավետարանը եւ ժողովրդի մեջ եղած ամեն հիվանդություններ եւ ամեն ցավերը բժշկելով եւ նրա համբավը դուրս եկավ բոլոր Սիրիան եւ նրա մոտ բերում էին ամեն հիվանդներին ու կերպեր ցավերով տանջանքներով նեղվում էին եւ դիվահարներ եւ լուսնոտներ եւ անդամանույցներ եւ նա նրանց բժշկեց։ Հալելույա մեր Տիրոջ։
Սերես նորից ուզում եմ հետ դառնամ վերևի խոսքին, որ ասեցի հիմնականում բոլոր կործանարար, մահացու, անվերջ եւ անդադար տանջող հիվանդությունների ետևում կանգնած են դևեր։ Եթե այսօր նայում ենք մեր կյանքում, միգուցե նայում ես քո մարմնին, նայում ես տանդ հարազատի կյանքին, ու եթե այս բանաձևի մեջ մտնում է, խնդրում եմ աչքերդ բաց ուշադրությամբ նայ, միգուցե ազատագրում է պետք։ Հերիք այդ տաբլետկեքը, հերիք այդ դեղերը նորից եմ կրկնում, մենք դեմ չենք, բայց շատ հաճախ մենք այդ տաբլետկեքով ավելի սպանում ենք, ոչ թե բժշկում։ Վերցել եմ մի քանի օրինակներ հավատքի հայրերից, ովքեր դևերի ազատագրման մեծ փորձառությունով են անցել եւ իրանց գրքերից, իրանց մեջբերումներից են օգտվել, որոնք իրանց կյանքի փորձառությամբ հանդիպել են։ Դերիկ Պրինսը մահացու հիվանդությունների մի փոքր ներողություն, դիվայն հիվանդությունների մի փոքր ցանկ է տալիս։ Նորից եմ կրկնում, ոչ բոլորի ետևում են կանգնած դևեր, բայց հիմնականում այս հիվանդությունների ետևում կանգնած են դևեր։ Միգրեն, ասթմա, արթրիտ, խորացված ալերգիաներ, էպիլեպսիա, տանջող դեպրեսիաներ, վախի նոպաներ, անվերջ անքնություն, որոնց ետևում կանգնած են դևեր։ Ու Դերիկ Պրինսը տասնյակ ու տասնյակ տարիներ շարունակ ծառայել Աստծո ժողովրդին ու իր կյանքի փորձառությունից է վերցել, որ երբ որ աղոթել է նման մարդկանց համար, դերին քշել է, այս մարդիկ խաղաղվել են, այս մարդիկ բժշկվել են, այս մարդիկ օրհնվել են։ Նա ասում էր, բազմաթիվ խրոնիկ հիվանդությունների ետևում կանգնած են դևեր։ Դերիկ Պրինսի խոսքերը։ Հաջորդ Աստծո ծառայի օրինակը Քենեթ Խեյգեն, քաղցկեղի, սրտի անբուժելի խնդիրների, վախի եւ նյարդային տանջող հիվանդությունների ետևում կանգնած են դևեր։ Նույնպես Քենեթ Խեյգենը։ Ես ասեմ, հենց ինքը Քենեթ Խեյգենը շատ մեծ, շատ զորավոր ձևով օծված է եղել քաղցկեղի հիվանդության դեմ, որ բուժվել են մարդիկ իր ծառայություններին։ Հազարավոր մարդիկ են բուժվել, հազարավոր թղթով բժշկի կողմից գրանցված վկայություններ կա իր ծառայության մեջ։ Ու այս մարդն ասում է, քաղցկեղի հիվանդության ետևում կանգնած է դևը։ Լեսթեր Սամբրալը կասի, քաղցկեղը դա դև է, որը ուտում է մարդուն, պետք է վռնդել նրան։ Լեսթեր Սամբրալի խոսքերն են։ Քաղցկեղը դա դև է, որը ուտում է մարդուն։ Սմիթ Վիգլսվորդ, կուրություն, խլություն, կատվածք, ուռուցքներ եւ խելագարություն հիմնականում սրանց ետևում կանգնած են դևեր։ Եվ Սմիթ Վիգլսվորդն ասում էր, շատ հիվանդություններ պարզապես դևեր են, որ պետք է ուղղակի դուրս վռնդել եւ վերջ։ Ոչ մի կոմպրոմիս, ուղղակի դուրս վռնդել։ Մեր հովգորը մի հետաքրքիր խոսք ունի։ Ասում է, ինչի է։ Մարդը հիվանդ է։ Դևի քշում ես, հիվանդությունը չկա։ Գիտես, մի լավ օրինակ է բերում։ Դևը չունի ժամանակի խնդիր, դևը չունի համբերելու խնդիր։ Ինքը կարա մարդու մարմնի այդ հատվածի մեջ տարիներով նստի։ Ու ինչ-որ մի մկան բռնի ու սենց ներվերն ուտի, սենց այդ դևը սենց կարա մնա ու ներվերն ուտի, պետք եղա ժամանակ ուծեց։ Ինչի է հետ դևը քշում են, այդ մարդը ազատվում բժշկում, որտեղ թողեց գնաց, որտեղ էլ ներվայնացնող չկա, որտեղ էլ տանջող չկա։ Գերես մենք երբ որ կարդում ենք, չէ, տեսնում ենք, երբ որ գադարացների մեջից գադարացներ դիվահարը ազատագրվում էր, ասում մեջից դուրս եկավ, ասում մենք լեգիոն ենք, հազարներն էր այդ մարդու մեջ, ու մենք խոսում ենք հոգևոր աշխարհի մասին սրելիս։ Դևերը տարբեր ձևերի, տարբեր տեսակների, տարբեր չափերի են լինում։ Անգամ մենք տեսնում ենք Աստվածաշնչում Բելզեբուլի մասին, որ ասված դևերի իշխան, ճանճերի իշխան։ Հովգորը կասի, ես մարդու մեջ կարա մի 5,000, 10,000 դևեր լինի, ու մարդը չիմանա, դևի քշում ես, այդ մարդը դեռև ազատվում է։
Գործառաքելություն 10:38-ում Տիրոջ խոսքը կասի. այն Հիսուսի, որ Նազարեթիցն է, թե ինչպես նրան Աստված Սուրբ Հոգով եւ զորությունով օծեց, որ ման եկավ բոլոր բարի անելով եւ սատանայից բոլոր հարստահարվածներին բժշկելով, որովհետեւ Աստված նրա հետ էր։ Ցելիսեն օծությունը, որը կար Հիսուսի վրա 2000 տարի առաջ, այդ նույն օծությունը այսօր Տերը իր եկեղեցու համար է տալիս։ Ուրեսօր իր ժողովուրդը լինի ազատ։ Ուրեսօր իր ժողովուրդը լինի բժշկված եւ օրհնված։ Գրես ուզում եմ քեզ մի լավ բան ասեմ։ Նորից կխնդրեմ, եթե առավոտյան հողորի ուղերձը չես լսել Երևանի եկեղեցում, շատ հրաշալի ուղերձ է լսի։ Գրես մի հետաքրքիր բան էր ասում։ Ասում եմ, եթե այսօր Հիսուսը գա ու ասի մի բաժակ ջուր եմ ուզում, այնքան աստվածաբաններ, այնքան չգիտես քարոզիչներ, այնքան ասենց գրես կխորանան, ինչ բաժակով բերենք, որ ջրից բերենք, քանի անգամ չափենք, ձևենք, նոր բերենք, որ մեկս այդ ջուրը բերի, ասում եմ, այնքան կանեն Տերս ծառավ կմնա։ Նույնիսկ ասում մի բաժակ ջուր վեկա տար։ Գրես այսօր այնքան կարանք խոսանք աստվածաբանություն, մարդիկ գնում են դժոխք չէ, մենք աստվածաբանություն, ես դեմ չեմ աստվածաբանության, ես ինքս գիտեմ, որ պարգևով ուսուցիչ եմ, սիրում եմ ուսմունքներ, սիրում եմ կարդալ, սիրում եմ ուսումնասիրել, գրում եմ, բայց երբ որ բանը հասնում է, մարդիկ պիտի փրկվեն։ Եթե մեր աստվածաբանությունը մարդ չի փրկում, դեն շպրտի այդ աստվածաբանությունը։ Դու ինձ հետ ես, այսօր Տիրոջ սրտի փափագն է, որ իր ժողովուրդը լինի մաքուր, որ իր ժողովուրդը լինի բժշկված։ Ղուկաս ավետարանի 9-րդ գլուխ առաջին խոսքից Տիրոջ խոսքը մեզ կասի, որ խնդրեմ կարելի է։ Եվ իր 12 աշակերտներին մեկտեղ կանչեց եւ նրանց զորություն եւ իշխանություն տվավ բոլոր դևերի վրա եւ հիվանդությունները բժշկելու վրա։ Ցելիս այսօրվա մեր ուղերձի նպատակն է, որ ես ու դու հասկանանք, որ մենք ունենք իշխանություն։ Մենք կանչված չենք տառապելու ու տանջվելու, մենք կանչված չենք այդ սատանայի ծրագրելու ու նրա խորհուրդների տակ տանջվենք։ Այսօրվա ուղերձի նպատակն է, իմ սրտի աղոթքն էր, որ Տեր, մենք հասկանանք, որ մենք ունենք իշխանություն։ Մենք ունենք իշխանություն։ Հերիքա համաձայնվենք, հերիքա հարմարվենք, հերիքա ընդունենք, Տեր, ոչինչ էս էլ իմ հիվանդությունն է։ Քոնը չի Հիսուսյանով, Տերը խաչվել է, որ ես ու դու ազատ լինենք։ Տերը արյուն է թափել, որ ես ու դու ազատ լինենք։ Տերը իր Սուրբ Հոգին ուղարկել է, որ ես ու դու ազատ լինենք։ Տերը իր եկեղեցին տվել է, որ ես ու դու ազատ լինենք։ Տերը իր խոսքը գրել է ու մեզ փոխանցել է, որ ես ու դու ազատ լինենք։ Տերը ծառայողներ, հովիվներ, մարգարեներ, ուսուցիչներ դրել է, որ ես ու դու ազատ լինենք։ Տերը ամեն ինչ անում է, որ իր ժողովուրդը ազատ լինի։ Այսօր մի համաձայնվի ու մի հարմարվի։ Այն սատանայի խորհուրդների հետ, որ բերում, խաբելով, փաթաթում է մեր կյանքի վրա։ Այսօր իմ ու քո ներսում թող գերբնականի հավատքը բարձրանա։ Ես կանչված եմ, ես ընտրված եմ, ես կարամ լինեմ ազատ, ես կարամ լինեմ օրհնված, ես կարամ լինեմ բժշկված, ես կարամ ապրեմ սուրբ կյանքով։ Ղուկաս ավետարան 10:19։ Գրես այս տեղի վրա ես կարամ շատ ու շատ խոսեմ։ Ահա իշխանություն տվի ձեզ կողելոցերի եւ կարիճների վրա եւ թշնամու բոլոր զորության վրա եւ ձեզ ոչինչ չի վնասվի։ Այստեղը շատ հրաշալի է, բայց շատ հաճախ գիտես ինչ ենք անում, հետո մյուս խոսքն ասում է, բայց մի ուրախացեք, որ ձեզ դևերը հնազանդում են, այլ ուրախացեք, որ ձեր անունները կյանքի գրքում գրված է, այո եւ ամեն, ես սա ընդունում եմ։ Բայց շատ հաճախ գիտես ինչ է կատարվում, նորից մենք կենտրոնանում ենք այս մեկի վրա ու սատանան խորամանկաբար գողանում է մեր իշխանությունը։ Հա մեր անունները գրված է, ու սա շատ թանկ է, ու սա շատ ընտիր պետք է պահվի։ Բայց մեր մի ժամանակ վերևի խոսքն է, կենթանի է, ահա իշխանություն տվի ձեզ, ահա իշխանություն տվի ձեզ, այդ իշխանությունը մենակ չտվեց Հովին, այդ իշխանությունը մենակ չտվեց այն աղոթողին կամ այն առաքյալին, իշխանություն տրվեց Հիսուսի հավատացողներին։
Կարաս կողքին նայես, ասես դու իշխանություն ունես։ Երկնքից։ Պետք չի, որ հարմարվես, պետք չի, որ համաձայնվես անօրենի խորհուրդների, ահա իշխանություն տվի ձեզ, կողել օձերի և կարիճների վրա, սա սատանայի բնութագիրն է։ Մի բան թույլ կտակ ասեմ, միգուցե կարող եմ մտածես եկի քո անձնականն է, բայց մեկը ուզում եմ ասեմ։ Գրեք մեկ ես չեմ հասկանում են մարդկանց, ովքեր կարիճի, օձի, պատկերով բրասլետներ կամ ականջողներ կամ բաներ են կրում։ Եղել եմ երկու օգոյդ, որ խոսել եմ ասում, դե կենդանի է էլի։ Նայում ես արդեն զզվել էդ գալիս է։ Ու նամանավանդ Աստվածաշունչը բնութագրում է, որտեղ անօրենի պատկերն է։ Չես կարող աղավնիով, արյուծի գլխով, այն ինչ որ Աստվածաշունչը գոնե լավն է նկարագրում։ Ինչի, կար մի բան հələ խորի, ինչի ես այդ օձի պատկերով վզնոցը կամ չգիտեմ թևնոցը սիրում։ Մենք շատ լավ ընկերուհի ունենք Հայաստանում։ Կոլոն էր կախում, կարիճ։ Հասում այ աղջիկ։ Չես վախում։ Հոր կծի մի օր։ Գիտես անօրենի պատկերն է։ Անգամ տանը մի բան որ լինում է, այդ կարիճի կամ չգիտեմ, դուրս վրընդեք։ Ահա իշխանություն տվի ձեզ կողել օձերի և կարիճների վրա և թշնամու բոլոր, ասա բոլոր, չկա բացառություն, բոլոր զորության վրա, այդ բոլորի մեջ մտնում է հիվանդությունները, այդ բոլորի մեջ մտնում է աղքատությունները, այդ բոլորի մեջ մտնում է մեղքերը, այդ բոլորի մեջ մտնում է ամեն տագնապները, տանջանքները, բոլոր խավարի բոլոր ուժերի վրա Տերը մեզ տվեց իշխանություն։ Թշնամու բոլոր զորության վրա և ձեզ, սա էլ հաջորդ մեծությունն է, և ձեզ ոչ մի վնաս չի լինի։ Ձեզ ոչ մի վնաս չի լինի։ Հովիվ ջան ճիշտ է, որ աղոթել հիվանդի համար կարող այդ հիվանդությունը իր վրա գա։ Ոչ։ Գրած է և ձեզ, դու տրորում ես իրանք քեզ չեն կծում, և ձեզ ոչ մի վնաս չի լինի, մի վախեցի, մի խաբնվի, գրեզ նախի խաբում, որ հանկարծ իրան չհրամայես, որ հանկարծ իրան չվռնդես, վռնդես կկծեն, հանկարծ ձեր չտաս, գրեզ մի լավ օրինակ ունեմ, ես տեսիլքը, հոգուս մեջ տեսա շատ տարիներ առաջ, պատկերացնում ես տանը, դիվանը, ու դիվանի տակ մի հատ օձ պտտված ու պարկած, ու երեխեն գնդակ ախաղում տան մեջ, ու մենք էլ տենում օձը դիվանի տակ, գնուխը դրած խելոք քնած է, ու քեզ է ասում է, մամա, կամ պապա, դիվանի տակ օձ կա, դու են գալիս ես, կրանում ես ու տեսնում ես, այդ օձը խելոք քնած է, դու ինչ ես ասում, ոչինչ բարես, թոմնա դե քնած է, թե խառնվում ես իրան, բահը վեկալում, հարևաններին ոտի հանում, զանգում համապատասխան ծառայություններ, եկեք հասեք օձին հանեք։ Տենց է չէ, բայց իրեն շատ հաճախ մեր կյանքում այդ օձը պախտվում է, ասում դեք գործում, ինչ քշեր, ինչ թևեր, չէ, բահը վերցրա, լավ պատկան, քրունգը, իշխանությունը ու դրա գլուխը ջարդի Հիսուսի զորավոր անունով արի կանենք ողջին մենք իրար հետ շաբաթով ունենալու ենք աղոթք բժշկության և ազատագրման ամբողջ շաբաթը առջևը տա այս ուղերձը երբ որ կհայտնվի ինտերնետում նորից լսի մի քանի անգամ լսի թող ներսդ հայտնություններով բացվի ու շաբաթ օրը կգաս հավատքով, շատ խնդրում եմ, այսօր վերջում չգաք, որ աղոթեմ, մի քանի հոգու խոսք եմ տվել, մենակ իրանք թող գան,
Բայց վերջը չկա որ աղոթեմ։ Աղոթելու ենք շաբաթ օրը, հավատքով, միաբանված։ Եթե կարողանաս ծոմ պահի, ծոմով կգաս, մենք իրար հետ Տիրոջ փառքը կբարձրացնենք։ Ամեն սրտից արի աղոթք անենք, շնորհակալ ենք փառահեղ Տեր։ Շնորհակալ ենք, որ քոնն ենք։ Շնորհակալ ենք ամենակարող Արքան, որ դու երկնքից խոսք ես ուղարկում մեր կյանքերը փոխելու, մեզ բժշկելու, մեզ սրբացնելու, մեզ արդարացնելու։ Շնորհակալ ենք Տեր, որ դու խոսում ես մեր իշխանության մասին, որ քեզ հավատացող ժողովուրդը ունի իշխանություն երկնքից, ունի իշխանություն քեզանից։ Շնորհակալ ենք փառավոր Աստված։ Շնորհակալ ենք Տեր, որ դու քո ժողովրդին բժշկում եւ ազատագրում ես ամեն դիվային հիվանդություններից, գերությունից ու կապանքներից։ Քո մարմինը եկեղեցին, որ այսօր երկրի վրա է, ունի զորություն եւ ունի օծություն քեզանից Տեր, քայլելու անօրենի գլխի վրայով, սատանայի ողջ զորության վրայով եւ մեզ ոչ մի վնաս չի լինի։ Հիսուսի փառահեղ անունով խնդրում եմ Տեր օրհնիր քո եկեղեցին, քո խոսքի համաձայն բարձրացրու, սրբացրու, բժշկիր։ Թող ամեն անօրենի խորհուրդները ջնջվեն եւ քո խոստումները հաստատվեն մեր կյանքերում։ Հիսուսի զորավոր անունով։ Հալելույա մեր Տիրոջը։ Եվ եթե հավատում ես, ասա ամեն։ Փառք Հիսուսին։ Փառք ես կանչելու Տիրոջը։ Ես մի հարց եմ ուզում տալ, կամ որ այսօր առաջի անգամ, եթե առաջի անգամ ես կխնդրեմ ձեր բարձրացնես, մենք քեզ ողջունենք։